Արդյոք մենք խաղաղության ենք հասել եւ դա երկարաժամկետ է թե ուղղակի ժամանակավոր։ Հայաստանը այսօր գտիմակարավ է իսկապես քոյութենական հարցեր։ Որն էր այդ սխալը, որը մենք կատարեցինք։ Մաքսիմալիստ մեր թիրքորոշումներով վրա մնացինք, բայց այլընտրանք չպատրաստեցինք։ Որեցանք, որ ժամանակը մեզի թեր կաշխատի։ Արդյոք ժողովուրդը կարող էր ազդել այս ամենի վրա։ Դուք երևա քանակցություններով մասնակցած եք։ Հայաստանը բարդված պետություն է։ Գիտակցել ենք դա։ Պաուլի գոմե կակատնաժողովը հրավիրված էր, բայց երբ որ Ալիևը եկած էր, ամբողջովին անագնկալ բոլորովին հայտարարեց, որ պիտի չընդունի եւ սկսավ ջարդասանություն ունել։ Ըստ երևույթին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծումը բոլոր եղած լուծումներից ամենառացիոնալն էր։ Մենք մորցած ենք նշանակությունը կամ դարբերությունը թշնամիի եւ ինտիմատիրի։ Հիմա Արցախի հարցը փակ է։ Ողջույն, դուք դիտում եք Հոմոդեուսը, այսօրվա թողարկման հյուրն է Հրայր Բալյանը։ Բարև ձեզ, պարոն Բալյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք եւ ձեր խիտ գրաֆիկի մեջ գտաք ժամանակ այսօր մեզ հետ զրուցելու։ Այս թեման բավական նեղ մասնագիտական ու խիտ գիտելիքներ է պահանջում, որպեսզի խորը վերլուծություն անեք եւ հաշվի առնելով հասարակ քաղաքացու դիտանկյունը ես այսօր կփորձեմ ձեզ տալ հարցեր, որոնք ինչ-ինչ տեսանկյունից կարող են թվալ պարզ, բայց դրանք պատկերացրեք, որ հնչեցված են հասարակ քաղաքացու պատկերացումներից եւ փորձում են տալ ավելի լայն պատկերացում այն մարդկանց, ովքեր չունեն այդ գիտելիքները։ Դուք ուսումնասիրել եք Արցախյան բանակցությունների ամբողջ ընթացքը եւ գրել եք ֆունդամենտալ աշխատանք, որը կոչվում է Անավարտ խաղաղություն եւ որի շնորհանդեսը եղավ բոլորովին վերջերս։ Ովքեր պետք է կարդան այս գիրքը եւ ինչ կտա դա ընթերցողին։ Գիտեք ինչ, գիրքը հասանելի է որևէ մեկի համար։ Մարդիկ, որ հետաքրքրված են Արցախի պատմությամբ, Արցախի ուրեմն կորձընթաց, բանակցական կորձընթացին, կարող են կարդալ, ուսանողներ, որ կփորձեն հասկանալ միջազգային հարաբերություններ, կարող են կարդալ, ակադեմիկյաններ, որոնք այս հարցերով կսպաղին եւ մասնագիտություններ ունին, կամ դիվանագետներ, որոնք մասնագիտություններ ունին, կարող են կարդալ եւ իրենց մագարտակի հասկացողություն կազմել, թե ինչու բանակցությունները ծահովեցին։ Նպատակը, որ գրեցի այս գիրքը, որ նվազագույնը փանավեճը սկսի մեր թե մասնակիտական մագարտակի վրա եւ թե բար ժողովրդի մագարտակի վրա, որովհետեւ շատ առասպելներ կան, թե ինչու կամ պատմություններ կան, թե ինչու Արցախը ինգավ, ինչու ծահովեցավ 30 առավել դարիներու բանակցությունները։ Գարտանք, տեսնանք, թե ինչ կրնանք քաղել այս ուրեմն քրքի մեջ բարձված հարցերեն, ինչ կարելի է քաղել, այնինչ որ ես տեսա որպես բաժարները, 9 բաժարները, որ խաղաղության կորձընթացը ծախողվեց 30 տարի աշխատանքի վերջ, եւ փորձենք ես հավակնություն չունիմ ով մեկում պամսորվեցնելու, բայց փորձենք այս քրքի բամուճան մեջ են հասկանալ, թե ինչու ծախողվեց եւ այդ նույն ծախողման բաժարները չի գրկնենք հարաճիգած բանակցություններում մեջ։ Երկիրը միշտ բանակցություններում մեջ պիտլա, այս կամ այն բաժարով։ Այդ բանակցությունը եթե կարողանա օգնել այս քիրքը ով մեկ ցեվով, ես անգերձորեն կող կմնամ, թե կոնե քիրքը սպանի մզարայեց։ Իսկ կարող ենք ասել, որ գիրքը լինելով ֆունդամենտալ աշխատանք գրված է այնքան պարզ լեզվով, որ թեմայից քիչ տեղեկացված մարդիկ հասկանան։ Եվ բարս լեզվով գրված է եւ մի քիչ ալ բարդ լեզվով, որովհետեւ շատ տեխնիկ բաներ կան գրքի մեջ։ Բանակցությունները ընդհանրապես ինչ նկատողություններ է կանցնի մարդ, երբ որ բանակցության կմասնակցի, ինչ հարցեր պետք է արձարծվին, ինչ հարցեր պետք է նկատի առնվին եւ այլն, հոս է ուրեմն։ Իսկ լավ, եկեք անցնենք արդեն Արցախյան հիմնահարցին, վերլուծելով ձեր աշխատությունը եւ փորձելով եզրակացնել մեկ պատճառ, որ բերեց այն սխալին եւ որն էր այդ սխալը, որը մենք կատարեցինք ու հասանք այն ամենին, ինչ ունենք այսօր։ Նայեցեք,
Արցախի բանակցություններու բարակային երկու գոմերը, սելգուզեմ հայկական թե Հայաստանի թե Ղարաբաղյան Արցախի եւ անշուշտ ազերբայջանական գոմը միշտ ունեցած ենք մաքսիմալիստ մոդեցում բանակցությունները, այսինքն միշտ սպասած ենք, որ մեր մաքսիմալ դեսլագանը իրականանա առանց որևէ մեկ զիջումի կամ փոխզիջումի երթալու բանակցություններու ընթացքին։ Ասի բնական է, երբ բանակցությունները կսկսվին։ Այսինքն լա կոմերցիալ բանակցություններու, լա քաղաքական բանակցություններու մեջ, լա երկիներու բանակցություններու մեջ միշտ գոմերը մաքսիմալիստ մոդեցումով կսկսին, բայց գիտնալով որ դերմը պիտի զիջումներու երթան, փոխզիջումներու երթան, փոքր բաներ դան, որովհետեւ կարողանան մեծ բադարը իրենք բայել։ Բայց երբ որ բնավ զիջումի չես երթար, գոմը կամ երկու գոմերը բնավ զիջումի չեն երթար, պետք է որ այդ գոմերը island-rank ունենալ, այսինքն island-rank բանակցություններու, թե ինչպես պիտի հաջողվին բահել այնինչ որ կփորձեն բահել բանակցություններից դուրս։ Հիմա դեսնենք թե ինչ ծավով երկու գոմերը մոդեցան այս բանակցություններու հարցին, մաքսիմալիստ բանակցություններու հարցին։ Ադրբեջանի գոմը որոշադեմը 2000-ի սկիզբները դժվար է ճիշտ թվական ճշտել, որոշած էին կարծես թե իրենք բանակցություններով չեն վստահիր եւ իրենց հասկացողությամբ բանակցությունները անտին ուրիշ ծավալ պիտի բահեն այնինչ որ իրենք կուզեին բահել, այսինքն մաքսիմալ Ղարաբաղը բահել ամբողջությամբ իրենց հագագշրի իշխանության տակ եւ սկսան պատրաստել իրենց island-rank-ը։ Ինչ էր իրենց island-rank-ը։ Զինվորական ուժը, զենքի ուժը եւ մեթոդիկ ծավով սկսան պատրաստվել այդ ուժը կորցատրելու։ Օրինակ համար 18000 բանակային սպաներ պատրաստեցին Թուրքիո մեջ ՆԱԹՕ-ի ստանդարտներով 18000 20 տարվա մեջ։ Հսկայական ինքնին բանակ է, սպաներու գույդը ինքնին բանակ է 18000, չէ՞։ Եվ անշուշտ միջոցներն ունեին քնելու ամենանոր նորակույն զենքերը 21-րդ դարու պատրաստվելով 21-րդ դարու պատերազմին, չէ՞։ Առանց հոխորդալու, առանց բանի սկսան պատրաստել ասիկա։ Հիմա հայկական կողմը ինչրավ մաքսիմալիստ մեր թիրքորոշումներով վրա մնացինք, բայց island-rank չպատրաստեցինք։ Խորեցանք, որ ժամանակը մեր island-rank-ն է, այսինքն ժամանակը մեզի թեր կաշխատի։ Բայց ոչ, ժամանակը մեր թեմ աշխատեցավ։ Եվ մենք այո հավանաբար պատրաստվեցանք որոշ չափով զինվորական ուժին թիմացրելու, թիմացինի ուժին թիմացրելու, բայց իսկապես չպատրաստվեցանք մենք։ Այս կամ այն բայճարներով չպատրաստվեցանք։ Այո։ Ուրեմն արդեն հիմա խոսեցանք երկու բանակցային սկզբունքներու վրա, փոխզիջումներու երթալու եւ մաքսիմալիստ թիրքորոշումներու վրա չնստելու եւ եթե մաքսիմալիստ դիլան նաեւ պետք է island-rank ունենա։ Աս երկու առաջին երկու բաժարներն էին, որ ուրեմն Արցախը ցախողեցավ։ Իդեպ դասական բանակցությունների գրքերում անգամ գրված է դրա մասին, որ win-win մեթոդով փորձել մտնել բանակցությունների մեջ ամենա արդյունավետն է դուրս գալիս։ Եվ նաև միշտ ասում են, որ եթե դուք չգիտեք որն է ձեր ալտերնատիվը բանակցությունների ժամանակ, եթե դուք մտնում եք անգամ կոմերցիոն բանակցությունների ու չգիտեք ձեզ ոչ ասելու դեպքում ինչ եք առաջարկելու, ուրեմն բանակցությունները դուք տանուլ եք տալու ու համաձայնվելու եք այն, ինչ կառաջարկեն ձեզ այդ պահին։ Շատ ճիշտ բացատրեցիք։ Իսկ մի ավելի լավ բացատրեցիք։ Ինչն է պատճառը, որ մարդիկ, որոնք անցնում են բարձրագույն կրթություն եւ հասնում են նման պաշտոնների, ինչն է իրենց փոխում, որ կամ մոռանում են կամ հույսը դնում են որևէ բանի վրա, որը մենք չենք հասկանում, ռետրոսպեկտիվ նայելով այդ ամենին, չենք կարողանում վերլուծել հասկանալ ինչն էր իրենց հույսը։ Գիտեք, ես պսիխոլոգ չեմ գրնար քննել մարդու հոգեբանությունը, թե ինչու այս կամ այն թիրքորոշում են չի շեղվիր, բայց մեկ ուրիշ երևույթ կա, որ մեր բարակային, հայության բարակային շատ հաճախ մենք մեզ թիդում ենք հայելիի մեջ
եւ գխորին որ ամբողջ աշխարհը կտեսնանք այնտեղ ամեն մարդ շուրջերնից կտեսնանք այնտեղ թե ինչ մոդեցումներ ունի եւ այլն մենք մեր հասկացողությունը մեկնելով որոշումներ ունենք մենք կխորեինք որ մենք ամբարդելի ենք որովհետեւ 90-94-ի պատերազմը հաղթեցինք եւ գխորեինք որ նույն հաղթանակը պիտի գարենանք դանիլ մենք չփորձեցինք ոտկերնից ցնել թիմացինի գոշիկի մեջ մենք ինչպես որ գսենք հիմա քիչ մասի անգլերեն է թարգմանված բան է բայց կհասկանաք ինչ կսեմ չփորձեցինք մյուսին գոշիկի մեջ մնա բանակցության մեջ միշտ լավ է որ փորձես թիմացինի կաշվի մեջ գոշիկի մեջ մաշկի մեջ մտնալ եւ փորձել հասկանալ թե ինչն է որ իր մոտիվացիա կուտա նա չեմ խորի ռոադի մենք կրծանք կնել բանակցություններու ընթացքին չրինք այսինքն եթե հիմա հետ նայենք ըստ երևույթին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծումը ժամանակին դա բոլոր եղած լուծումներից ամենառացիոնալն էր Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը չէր ասիգա Մինսկի խումբի համանախագահների առաջարկն էր որ մեզ երեք կողմերին անադեն երեք կողմ կար Հայաստան, Ադրբեջան եւ Հայաստան ուրեմն իրենց մեզի առաջարկվեցավ նաեւ մյուսներուն որ վերջնական կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգվի որովհետև վերջնական կարգավիճակը ամենախնդրահարույց հարցն էր ուրեմն բանակցություններու ընթացքին արդեն անադեն թե անկախության պետք է երթա Ադրբեջանին ներս, Ադրբեջանին դուրս եւ այն եւ միջազգային համայնքը համանախագահները առաջարկեցին որ փորձենք դե ֆակտո Ղարաբաղի անկախությունը կարգավորել եւ կարգավորել Միացյալ Նահանգների գազམ་ակերպության United Nations-ի Security Council-ի մեկ որոշման տակ որ իսկապես Ղարաբաղին գուդար արդեն դե ջուրե իրավիճակ Ղարաբաղը պիտի գարենար բահեր իր փանակը ամբողջությամբ որ գոչվեր ինքնապաշտպանության փանակ Ղարաբաղը պիտի գարենար իր գարավարական ամբողջ գարկավիճակը որ ստեղծած էր անկախությանն սկսած 91-ին սկսյալ բահել ադիգա օրինավոր ցեվով միջազգային համայնքը պիտի ջանաչեր ադիգա Ղարաբաղը պիտի գարենար շարունակել մասնակցել բանակցություններու այդ հետակային ուրեմն իր վերջնական գարկավիճակը որոշելու Ադրբեջանի հետ Մինչ այդ բայց Ղարաբաղը պետք է որոշ զիջումներ ուներ։ Մեկ փոխզիջում ասպարակային, այո։ Մեկ 5 շրջանները պետք է վերադարձնեին, կրավված կամ ինչպես որ գուզեք կոչել ազատագրված, ես կրավված գսեմ։ Ուրեմն երկու շրջանները պետք է վերադարձնեին։ Ոչ թե միայն Լաչինի միջանցքը, այլ Լաչինի ամբողջ շրջանը եւ շատ հավանաբար նաեւ Քելբաջարի շրջանը պիտի գարենային բահել, գաբը ուրեմն բահելով, լայն գաբը բահելով Հայաստանի հետ։ Այս վերադարձված 5 շրջաններուն ադրբեջանցի դեղահանվածները պիտի գարենային վերադառնալ, բայց ինչ քանակով Ինչ հաջորդականությամբ ադիգա նաև խոսակցության բանակցություններու առարգա պիտի դառնալ հետակային բիրելար եւ այլն շատ մանրամասնություններ կա խաղաղաբահական զորքեր պիտի կային բայց ես անձնապես շատ խանդավառված չեմ խաղաղաբահական ուժերով անոնք չէ որ մեր անվտանգությունը պիտի ապահովի մեր բանակներ որ պիտի ապահովեր անվտանգություն Հայաստանի բանակը դուրս պետք է քաշվեր Ղարաբաղի շրջանին եւ ամբողջ շրջանը Ղարաբաղը եւ իջուրչի 5 շրջաններ վերադարձված նաեւ երկուքը Լաչին եւ Քելբաջարը պիտի դառնային փակ կոդի օթային ովև մեկ ուժի համար հա այսինքն ասիգա է որ մենք մերժեցինք ըստ ինձի ամենամեծ բաց տողված հնարավորություններ որ Ղարաբաղի վիճակը գարկավորվեր եւ երկար ժամկետով գարկավորվեր եւ վստահաբար Ադրբեջանը պիտի չի համացայներ այդ վերջնական գարկավիճակը ռեֆերենդումի միջոցով եւ այն որ նաեւ Մինսկի խումբը առաջարկած էր լավ թող չհամացայնին մենք մինչ այդ Ղարաբաղը կբահենք երկու շրջանները կբահենք Հայաստանի հետ շատ սերտ հարաբերություններ կբահվին եւ Ղարաբաղը շատ հանգիստ կլար մեկ բան մգար որ պիտի չստանայինք
Միացյալ Աշխարհի գազམ་ագրության մեջ անդամակցություն։ Ոչինչ, կարող ենք ապրել առանց ադոր։ Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ունենում ենք մոտիվացիայի հետ խնդիրներ։ Եվ դա նորմալ է, քանի որ շատերս սխալ ենք պատկերացնում, թե ինչ է իրականում մոտիվացիան, եւ հենց այդ պատճառով էլ ես գրել եմ գրողի տարած մոտիվացիա գիրքը։ Գիրքը չի պատմում սովորական մանտրաներ այն մասին, թե պետք է բոլորը ձգտեն առաջ գնալ եւ հասնեն մեծ բարձունքների, որովհետեւ դա է կյանքի իմաստը։ Գիրքն այն մասին է, թե ինչպես ձևակերպել մոտիվացիան եւ դարձնել այն բանաձև ձեր կյանքում, որը կախված չի լինի ոգևորությունից, լավ տրամադրությունից կամ այլ կողմնակի հանգամանքներից։ Գրքում նկարագրված են գիտական փորձեր եւ ուսումնասիրություններ այն մասին, թե ինչպես է մարդկանց մոտ առաջանում մոտիվացիան, եւ այս գիրքը կարելի է համարել առաջին գիրքը, որը գրվել է հենց մոտիվացիայի մասին։ Եթե բնակվում եք արտասահմանում, գիրքը կարող եք ձեռք բերել անկյունում նշված QR կոդով անցնելով Bookinist-ի կայք։ Եթե դեռ վերջնականապես չեք կորցրել մոտիվացիան ու կարող եք տանից դուրս գալ ու գնալ գրախանութ, ապա գիրքը կարող եք ձեռք բերել Bookinist գրախանութների ցանցից եւ մնացած բոլոր այլ գրախանութներից։ Գիրքը ձեռք բերելով դուք նաև կաջակցեք այս ոդքասթին, որպեսզի այն լինի մշտական եւ որակյալ։ Շնորհակալություն։ Այսինքն ստացվում է մոտը այն լուծման, որ դուք եք տեսնում, դա Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էր եւ մենք բաց թողեցինք 97-ի սեպտեմբերի օկտեմբեր ամիսներուն էր նախագահը ուզեր ընդունել այդ ուրեմն առաջարկը իր ուժային նախարարները մերժեցին, նաև Ղարաբաղը մերժեց։ Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, որ վարչապետն էր անադեն, եւ ուրիշներ, մերժեցին։ Նայելով այդ ամենին, մտածում եմ արդյոք ժողովրդի դերը այստեղ կար եւ արդյոք ժողովուրդը կարող էր ազդել այս ամենի վրա, իր մեղավորությունը կամ ինչպես ասել դրան, իր ներդրումն ունի այս ելքի մեջ, որն ունենք։ Դուք երևա քանակություններով մասնակցած եք, շատ ճիշտ հարցում է հարցածնի, որովհետև ադալ ուրեմն երրորդ բաժարներ, որ մենք գործունեությունք Ղարաբաղը։ Բաժարը հետևյալն է, որ երբ որ բանակցություններով մասնակցես եւ ժողովրդին կհամոզես, որ քու մաքսիմալիստ բանջները արդար բանջներ են եւ ոչ մեկ զիջում բինես այդ մաքսիմալիստ բանջներով կարող ես դեղ հասնել, ժողովուրդը կսպասե, որ դու այդպես շարունակես եւ ոչ մեկ փոխզիջումի երթաս կամ զիջումի երթաս։ Երկու կողմերն հայկական եւ ադրբեջանական եւ համանախագահները չպատրաստեցին ժողովուրդներուն փոխզիջումի երթար։ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մինչ այդ 5 տարվա ընթացքին մեկ կամ երկու հարցազրույց տված էր, որ բացատրե ժողովրդին ինչ պետք է անենք, որ հաջողվենք այս ամբողջ բادرազմը վերջ տալու, ոչ թե միան զինադատարով, այլ իսկապես վերջ տալու, փոխզիջումներով երթալու եւ այն։ Չբացատրեցինք, չսովորեցուցինք ժողովրդին, որ փոխզիջումի պետք է տան։ Այն վարյանին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկեց, որ մենք ընդունենք այս առաջարկը, ժողովուրդը փոստացավ իր թեմ։ Բայց մի բան ասեմ, օրինակ, տեսեք, հիմա փոխում են սահմանադրությունը, այսինքն ասում են, որ փոխելու ենք սահմանադրությունը, բայց մինչև հասնելը այդ որոշումը կայացնելուն կամ հայտարարելուն, որ գնում ենք քվեարկության, որպեսզի սահմանադրություն փոխենք, ժողովրդին որոշակի ագիտացիայի են ենթարկում, որպեսզի ժողովուրդը պատրաստ լինի դրան, որպեսզի կարծիք փոխեն, կան PR գործիքներ եւ այլն։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ արդյոք չկար հնարավորություն ավելի օգտվելով, ասենք, վարչական ռեսուրսներից, հեռուստատեսության ռեսուրսներից ժողովրդին բերել այն գիտակցության եւ անցկացնել այդ որոշումը։ Ճիշտ այդ որ գսեն երկու գոմերի պատասխանատուները լիդերները եւ համանախագահները պետք է ժողովուրդներուն պատրաստեին եւ չրին ադիգա կարող էին անել եւ չրին։ Այդ երկու հարցազրույցը քիչ էր։ Ներողություն։ Երկու հարցազրույցը քիչ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը տվել էր եւ խոսել էր այդ մասին։ Այո։ Քաղաքային լեգենդներ էին պատտվում, որ հայկական բանակը աշխարհի ուժեղագույն բանակների մեջ է մտնում եւ այլն, եւ այդպես ժողովուրդը ապրում էր։ Ես ինքս լինելով շատ այդ խոսակցությունների կենտրոնում տեսել եմ, որ ցավոք սրտի այդպիսի զրույցներ շատ կան։ Իսկ որն էր մեր ամենաշրջադարձային սխալը եւ քանի այդպիսի սխալ թույլ տվեցինք այս 30 տարիների ընթացքում եւ հնարավորություններ, որոնք կարող էինք օգտագործել, պատուհան, որ կարող էինք այդ պատուհանով անցնել լուծում տալ եւ
բաց թողեցինք, չօգտվեցինք, skip արեցինք ու հասանք նրան, որ էլ չունենք այդ հնարավորությունը կամ գուցե եւ ունենք, դուք կասեք։ Ամենակարևորը եւ թերևս միակը իսկապես որ հնարավորություն էր բաց թողեցին գանալ 97 սեպտեմբեր-օկտեմբերի առաջարկներ, որ խոսեցանք այդ մասին։ Մասնավորապես ասիգա նշանակալի է, որովհետեւ Ալիևը Հայդար Ալիևանադեն ընդունեց այս առաջարկը։ Ընդունեց միակ առաջարկն էր, որ ամբողջությամբ ընդունեց։ Ոչ թե հեսավ գտնունինք սկզբունքը եւ այս առաջարկի շուրջ մենք կփանակցինք, ընդունեց առաջարկը այնպես ինչպես ներկայացված էր։ Շատ կարևոր է ասի հիշել։ Այսինքն կարելի է խոսել շատ ուրիշ փաստողներու մասին կամ սխալներու մասին։ Սխալները մեկը 2019-20 թվականներու մեր բեդուչան, մեր գարավարության պրովոկատիվ քրքրիչ մոդեցումներ քաղաքականության, այսինքն երբ արդեն կտեսնեին 19-20 թվականներուն նվազագույնը պետք էր դեսածլային 16 թվականին վերջ կարորիա պատերազմեն վերջ որ թիմացինը իսկապես լրջորեն պատրաստություն է դեսած պատերազմի թիմելու եւ եթե դեսած ենք ադիգա եւ գիտենք պետք էր գիտնայինք որ մենք պատրաստ չենք պատերազմի չափից ավելի զգուշ պետք էր մոդենայինք բոլոր քաղաքական հարցերուն մանավանդ Ղարաբաղի հետ առնչվող հարցերուն ինչու մենք պրովոկացիա քրքրեցինք թիմացինը իրենց բաժար դվինք բادرազմը սկսե կասուս բելինդմինգ բաժարդվինք բادرազմի թիմելու եթե թերևս բادرազմի բիթիմեին ամեն բարակայի բայց բաժարդվինք որ ավելի արագ բادرազմի կան եւ արտարացնեն իրենց բادرազմի թիմելի օրինակներ դամ երբ որ հայտարարեցինք որ 1920 թվականի սևրի տաշնակիրը դագավին իզորու է այսօր որ սխալ է իզորու չէ միջազգային օրենքի համաձայն ամբողջովին իսորու չէ այդ ինչ աստեցություն կորզեց Թուրքիո վրա Թուրքիան հայտարարեց ամիջավես անգևեջ որ մենք մաս կգազմենք այս քալիք բادرազմին երբ կհայտարարենք որ եթե նույնիսկ Ղարաբաղի գարկավիճակը վերջնական գարկավիճակը ընդունվի Ղարաբաղը անկախանա եւ Ղարաբաղի անկախությունը ամենից կողմի ընդունվի մենք շուրջի 7 քրավիա շրջանները պիտի չի վերադարձնենք այդ ինչ կնշանակի ինչ բատկամ գուտա դիգա թիմացինին եւ համանախագահներին ինչ բատկամ գուտա կսե որ բանակցությունները ոչ մի կարևորություն ունին մենք մեր քիծած բինենք եւ վերջ մաքսիմալիստ մոդեցում եւ վերջ եւ կարող եմ թվել դասնյակ մի եթե ոչ ավելի այսպիսի ինչպես անհերադես եւ անբադասխանադու արտահայտություններու եւ կորձընթացներու այն ժամանակվա ընթացքին ինչ կնշանակե եւ գիտենք թե թիմացինի համար ինչ արժեք ունի Շուշին ինչ կնշանակե որ հայտարարենք որ քալդարի կամ մյուստարի մենք Ղարաբաղի մայրաքաղաքը պիտի դեղափոխենք Ստեփանագերդեն Շուշի ինչ կնշանակե ադիգա պրովոկացիա չէ ադիգա եւ նորեն կրնամ շարունակել եւ գնա Ստեփանագերդ ասել որ Արցախը Հայաստանը եւ վերջ այո եւ նման բաներ նայեցեք համանախագահներն սխալներ կործեցին Okay. Հիմա պետք է ասել նաև որ ռազմաքաղաքական իրավիճակը աս արևմուտքի եւ արևելքի միջև 2000-ի սկիզբները բավական համերաշխ է որ Ռուսաստանը, Ամերիկան եւ Ֆրանսան համանախագահները աշխատակցեին իրար հետ Ղարաբաղի հարցի լուծում գտնալու բայց 2000 թվականներու սկիզբնեն վերջը 2003-4 անադենները անգևերջը արևմուտք արևելք հարաբերությունները սրվեցան եւ իսկապես չգրցան համանախագահները իրար հետ համերաշխորեն մոդենալ եւ լուծումներ առաջարկել շատ ավելի пассив մնացին համանախագահները առաջարկ ներկայացնելով յետ կքաշվին եւ գցկեն որ թիմացիները գոմերը խոսին եւ այն առանց որ փորձեն
կորձիկներ, որ ովևէ մեկ բանակցային կորձնցածի մեջ միջնորդները ունին, այդ կորձիկները օգտագործել չրին, որովհետև համերախ չէին իրար հետ։ Օրինակի համար ժամկետեր նշանակել։ Երբ որ առաջարկ ներկայացնես, սկսես որ 6 ամսից կսպասեմ, որ մեզի հստակ պատասխան տակ։ Պատասխան տակ այո կամ ոչ եւ ինչու ոչ, եթե ոչ է պատասխանիդ։ Okay։ Չրին ադիգա։ Ովևէ մեկադեն ժամկետ չջշտեցին։ Չջշտեցին նաև բաժամիջոցներ, եթե գոմերը իսկապես կխախտեին զինաթաթարը։ Ինչ պետք է լիներ մասնավորապես Ադրբեջանի գոմը, որ գխախտեր զինաթաթարը, ինչպես էին Քարորիա պատերազմին 16 թվին։ Ոչ մեկ հետևանք ադոր։ Եվ անշուշտ 20 թվականի հարձակումի մեջ ոչ մեկ հետևանք։ Եվ կարող եմ շարունակել այսպես։ Միջազգային օրենքի արբիտրար կորզացումը ինքնորոշման իրավունքի եւ դարածներու ամբողջականության այս կոնցեպտներու արբիտրար կորզացումը նաեւ իրենց ներքին հագամարտություններու արդյունք է։ Օրինակ դանք, թե ինչպես Կոսովոն, որ ուներ ամբողջությամբ Ղարաբաղի նման իրավիճակը Սովետ միության դեղ նախին Յուգոսլավիան էր, Ադրբեջանի դեղ Սերբիան էր, երկուքնալ ենթակա էին խտրականության, մարդու իրավունքներու խախտման եւ այլն, Կոսովոյի բարակային այս միջանկյալ ղարքավիճակը իրենք խելացիություն ունեցան ընդունելու։ Ես մասնակցած եմ Կոսովոյի ամբաշտոն բանակցություններու մեջ եւ վերջո իրենք սկիզբը գդադամսեին, բայց վերջը ընդունեցին այդ աժամյա ղարքավիճակը վերածվեցավ իսկական անկախության 2008 թվին։ Մենք ոչսինք ադոր։ Հիմա գրնալալ որ այո ասենք վերջը գրգին հարցպիտներային, բայց երբ որ արիթմը կստեղծվի կփորձես խլել արիթը եւ այդ արիթին վրա սկսել նոր շինության։ Մենք ցախողեցանք Կոսովոյի ղեկավարությունը ավելի խելացի ծավալ մոտեցավ։ Այսինքն մենք 90-ականներից հետո այլևս ծանրակշիռ հնարավորություններ չենք ունեցել, որպեսզի կարգավորումը թեքենք մեզ շահեկան ուղղությամբ։ Նայեցեք 97-ին մեջ հաջորդ արիթը որ ստեղծվեցավ 99-ի սեպտեմբեր հոկտեմբերի բանակցությունները են, որոնք Մինսկի խումբից դուրս բանակցություններ են, այսինքն նախագահ Անադեն Քոչարյանը եւ նախագահ Ալիևը Հայդար Ալիևը երկու տետատետ որ գսենք բանակցություններու նստան առանց ովևէ մեկ երրորդ գողմի միջամտության եւ ըստ երևույթին դեղ հասան։ Ալիևը սկսավ բանակցությունները մեջտեղ նետելով դարածների փոխանակության հարցը եւ Քոչարյանը ըստ իր քրություններուն եւ հայտարարություններուն բանի ինչքան ցկնորսչան գարտի ծևով փորձեց օգտագործել Ալիևի բանը առաջարկը որ դարածներու փոխանակուն եւ այդ դարածներու փոխանակումը փոխեց ոչ թե Միչանսկի այլ անցումային ճանապարհի Ադրբեջանի թեպի Նախիջևան առանց որ Հայաստանը գործընծնե ինքնիշխանությունը Մեղրիի կամ այդ դարածքաշրջանի վրա։ Հիմա խոսակցություն կա, խոսույթ կա, որ արավելին ընդունած էին անադեն, բայց ովևէ մեկ փաստ չի գա։ Ես գոչ գրած եմ կառավարության, այսօրվա կառավարության, որ ինչ որ փաստաթուղթ կա Ղարաբաղի վերադարձյալ դբեն, դուրսնեն։ Հրապարակեն որ տեսնենք։ Գարիկ չի գա ասոն կախնի բահելու։ Հրադարակեցեք, այդ իսկապես այդպեսի փաստաթուղթ կա, որ Քոչարյան եւ Ալիև համաձայնած էին դարածներու փոխանակմամբ, հրադարակեցեք, ամեն մարդ տեսնա, մինչեւ մա չի հրադարակված այդպես, ուրեմն ես գսեմ չի գա այդպես բան, անցումի ճանապարհ պիտի ստանար Ադրբեջանը իր գլխավոր հողամասեն դեպի Նախիջևան։ Ադի ցախողվեց ոչ թե մեր
հանցանքով կամ մեր սխալներու շնորհիվ, այլ որովհետև այդ շատ տշպախ սպանությունները դեղի ունեցան ազգային ժողովի դահլիճի մեջ 27 հոկտեմբեր 99 թվին ադալ մեծ ուրեմն արիթմներ որ փախցուցինք դժբախտաբար սպանություններու բաժարով ուրիշ արիթմներ Key West-ի Ֆլորիդայի Key West-ի բանակցությունները նորեն նախագահ Քոչարյանի եւ նախագահ Ալիևի միջև ըստ բոլոր դերեկություններուն ըստ նաեւ համանախագահներուն որոնց ես հարցազրույց ռազեմ որոնց հետ Ալիևը ադրբեջանցիները Ալիևը ընդունած էր համանախագահների առաջարկը եւ ուրեմն կակատնաժողովը հրավիրված էր Պաուլի Գոմե պետնախարար Ամերիկայի պետնախարար Պաուլի Գոմե բայց երբ որ Ալիևը եկած էր ամբողջովին անագնկալ բոլորովին հայտարարեց որ պիտի չընդունի եւ սկսավ ջարդասանություն ունել որ Հայաստանը բռնակրաված է ադրբեջանական հող եւ այն բայց վերջը Ալիևը ասաց է որ նայեցեք եթե ես չեմ կարող համոզել իմ ընտանիքիս որ այնինչ որ պիտի ստորագրեի Key West Ադրբեջանի համար լավ բան էր եթե չեմ կարող համոզել իմ ընտանիքիս պիտի չկարողանամ համոզել իմ ժողովրդիս եւ ուրեմն չեր ստորագրած եկավ եւ ամբողջովին հագարակ դեսագետը Նաև նույնպես նորեն ասանքամ Զավակ Ալիևը Իլհամ Ալիևը ներողություն 2011 թվին Կազանի կակատնաժողովին եկած էր որ պիտի ստորագրի համաձայնված ամեն կողմի Սերժ Սարգսյանի ժամանակ էր Սերժ Սարգսյանի Մեդվեդևի ժամանակ եւ եկած էր 9 նոր առաջարկներ ներկայացնելով փոփոխություններ ներկայացնելով իրենք այրեցին ադրբեջանցիները այրեցին այսինքն 2000-ականներից սկսած իրենք ամեն կերպ փորձում էին քանդել բանակցությունների process-ը այո Մա ուրիշ էր վերջին արիթմն ալսեմ անալ 2019-ի առաջարկներ համանախագահներուն որը սկսավ եթե չեմ ապրիլ ամսին Լավրովի առաջարկով որ Մինսկի խումբի համանախագահները վերցրին հունիս ամսուն եւ ուրեմն ներկայացուցին որպես իրենց առաջարկը մոդավորապես 97-ի սեպտեմբեր-օկտեմբերի առաջարկներ որ բերվեցավ 19 թվին մենք ադոր հունիսին գլասիկա ուրեմն մենք չպատասխանեցինք այդ առաջարկին կառավարությունը սերուզեմ չպատասխանեց առաջարկին մինչեւ 20 թվի եթե չեմ սխալի ապրիլ ամիսը չպատասխանեցին եւ որ պատասխանեցին ոչսինք ավելցնել որ մենք 0-ին սկսենք ապոչ բանակցությունները պետք է 0-ին սկսի հսկայական սխալ մներ ասիկա անպատասխանատու սխալ բայց արդյոք եթե այո ասեին կամ փորձեին բանակցել շանսեր կային ըստ ձեզ, որովհետև եթե նայում ենք 2000-ականների այդ շրջանում, երբ Ադրբեջանը հասկացավ, որ լավագույն լուծումը ռազմական լուծումն է եւ սկսեց հետևողականորեն բոլոր բանակցությունները, բոլոր առաջարկները քանդել եւ հասանք նրան, որ եղավ 2020-ի դեպքերը արդեն, մի հատ 2016-ին ստուգատես արեցին, փորձեցին, բայց 2020-ին իրականացրեցին օպերացիան եւ արդյոք այդ 20 տարիների ընթացքում մենք որևէ շանս ունեինք ձեր կարծիքով որ մի բան փոխեինք թե 2000-ից հետո 2000-ականներից հետո բոլոր շանսերը սպառված էին Չեմ կարող ասել բոլոր շանսերը սպառված էին որը միշտ պիտի փորձես եթե առաջարկը գա որ քու բահանջածիտ ասենք 90 արարի դա քեզի փորձի ընդունի լադիգա Գարանտի չկա որ պիտի հաջողվի, գարանտի չկա որ թիմացինը այոն պիտի չի փոխի։ Ոյ մեկա դեն գարանտի չկա։ Բայց փորձե այո ասել եւ ադոր վրա շինել հաջորդ քայլերը, հիմնել հաջորդ քայլերը։ 19 թվին Ալիևը անադեմ ոչ այո ասած էր ոչ ալ ոչ ասած էր։ Չենք կրնասել որ Ալիև եթե այո ասենք Ալիև ոչ պիտեր։ Կարելի չէ։ Այո պետք է ասենք նվազագույնը շահելու համանախագահների սեմպաթին Հա մենք ոչսինք երկարացկել է սկիզբեսինք որ չկա այդպես առաջարկ ամիսներով ասինք չկա այդպես առաջարկ որ սխալ դուրս եկավ գար առաջարկ եւ այո պետք է ասենք նորեն գսեմ
Գարանտի չի գար որ մեր այոին իրենք էլ այովիդ բարձրանային։ Բայց մենք մեր կողմից կարող ենք մեր ներդրումն անել։ Ճիշտ։ Homodeus podcast-ը ամբողջովին նկարահանվում եւ արտադրվում է Spin Ideas Agency-ում։ Այստեղ կարող եք ոչ միայն նկարահանել ձեր podcast-ները, այլ նաեւ կարող եք ձեռք բերել ծառայություններ ձեր ընկերության մարքեթինգի, բրենդինգի եւ այլ ուղղություններով։ Ծառայություններից օգտվելու համար գոյություն ունի ստանդարտ արժեք եւ հատուկ արժեք, որը տրամադրվում է Homodeus պրոմոկոդը նշելով։ Եթե որոշել եք ձեր բիզնեսը բարձրացնել նոր մակարդակի, ապա զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Հիմա Արցախի հարցը փակեմ։ Եթե գուզեք Ձեր կարծիքով։ Նայեցեք, Արցախի հարցը իրավունքներ կամ որ ոտնագողված են, արցախցիների իրավունքներ կամ որ ոտնագողված են։ Ոչ Հայաստանի կմնա այդ հարցը փակել, ոչ ինձ եւ քեզ։ Արցախցիները իրենք է որ եթե կփապակին փակել կփապակեն, գփագեն, եթե գփապակին հետաբնտել իրենց իրավունքնի, ադիգա իրենց իրավունքն է։ Վերադարձի իրավունքը իրենց իրավունքն է։ Մշակութային գոտողների բահբանում իրենց իրավունքն է։ Համամարտկային իրավունք է։ Ասոնք մարդկային իրավունքներ են, համամարտկային իրավունքներ են, որ արցախցիներուն կպատկանի, մեզի չի պատկանի։ Իրենք սուբյեկտն են եւ իրենք դերն են այդ իրավունքների։ Իսկ ով պետք է հանդես գա իրենց անունից։ Այո։ Ով պետք է հանդես գա իրենց անունից, այս դեպքում եթե արցախցիները որևէ իրավական կարգավիճակ կամ որևէ պետություն չունեն, որպեսզի այդ պետության անունով հանդես գան, այս դեպքում Հայաստանը պետք է հանդես գա։ Պետություն չունեն, pedagogan կարգավիճակ չունեն, pedagogan հաստատություններ չունեն, բայց ունեն հասարակական գազམ་ագերբություններ։ Այդ գազམ་ագերբությունները լիազորված են արցախցիներու կողմից արդահայտվելու արցախցիներու անունից։ Եվ 2-3 այսպիսի գազམ་ագերբություններ կան, որ կշարունակեն իրենց բանջարդիրությունը եւ իրենց կպատկանի այդ իրավունքը։ Իսկ ո՞նց է Եթե Հայաստանը միանա, շատ բարի։ Եթե Հայաստանը կփապակի միանալ այդ բանջարդիրության, շատ բարի։ Բայց Հայաստանը նվազագույնը պետք է բանջարդերը լա բադանտների ազատ արձակման։ Եվ ես շատ խանդավառվեցա 2 օր առաջ եթե չեմ սխալիր Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը հայտարարություն արեց որ բադանտները փանդարգյալները պետք է վարգյան առաջ ազատ արձակվին։ Ես շատ իսկապես ուրախացա այդ հայտարարությունը տեսնել։ Եթե չեմ սխալիր առաջին հայտարարությունն էր որ ես տեսա այդպես Հայաստանի պետության կողմէ եւ ես պիտի ուզեի տեսնել շատ ավելի այսպիսի բանջարդիրություն հայության մասին։ Այսոնք հայ են։ Ադրբեջանցիները կբահեն աս 19 բադանտները մեր արժանավատությունը ցեխի մեջ գողելու համար։ Մեզի ասիկա կպատկանի ամբողջ հայության բանջելու այս 19 բադանտների անմիջական եւ առանց պայմանի ազատացման։ Ռուբեն Վարդանյանը հետաքրքիր խոսքեր էր փոխանցել բանտից, ասում էր, այստեղ ինձ չեն դատում, այստեղ հայ ժողովրդին են դատում։ Իսկ ինչ է կարծում ինչու կառավարությունը այդքան հետևողականություն չի դրսևորում այդ հարցում։ Գիտեք ինչ, Հայաստանը բարդված պետություն է։ Բարդվեցանք 20 պատերազմին եւ 23-ին բարդվեցանք։ Չարաչար բարդվեցանք։ Գիտակցել ենք դա։ Չեմ գիտեր, եթե գիտակցել են դա։ Եթե չենք գիտակցած, պետք է այդալ քննենք, թե ինչու բարդվեցանք։ Ոչ թե միայն ինչու բանակցություններուն ցախողեցանք, նաև պետք է գտնանք ինչու բարդվեցանք։ Վերջերս անցյալ դարվա ընթացքի մի քանի քիրքեր հրադարակվեցան այս հարցի առնչությամբ, թե 44 օրվա պատերազմին ինչի բարդվեցանք։ Ադիգա քննարկման կորձընթացի սկիզբը պետք է լա։ Ասկային ժողովը հանձնախումբ կազմածեր անցյալ դարի եւ աս հարցը քննեցին, բայց իրենց եզրակացությունները քախնի կբահվին, քախնի պետք չէ բահվին։ Ժողովուրդի իրավունք ունի գիտնալու թե ինչու բարդվեցանք։ Ուր էր մեր սխալները։ Համար մեկ դեմքը երկրի ասում են, որ մենք մեզ պետք է երբեք պարտված չհամարենք եւ ժողովուրդը այդ կարգավիճակով շարժվում է։ Մենք մեզ պարտված չենք համարում, որովհետև նայելով մեր պահվածքին չեմ կարծում, որ մենք հետևություններ ենք արել այդ ամենից։ Նայեցեք, գնանք ինքնից մենք մեզ խապել, ասել որ մենք չենք բարդված եւ բանջել արարաշխար։ Այո,
ստիպված ենք որոշ զիջումներ անել, բայց նաև պետք է սահման տնենք, թե այդ զիջումները մինչև ուր գերտան։ Մեկ զիջում, որ պետք չէ անենք, անալ 19 բադանտներն են, առաջ եւ ուրիշ զիջումներ, կամ որ պետք չէ անենք։ Դեղը պետք է գնա, դեղը պետք է մեր արժանապատվությունը գարենանք բահբանել։ Թե ոչ ժողովուրդը, երբ որ այս ծևով գուսախապի, ամեն օր ավելի գխրվի ցեխի մեջ, գլկե երգիրը գերտա, կմեկնի։ Բայց որտեղից պետք է լինի այդ պահանջը։ Ժողովուրդը պետք է պահանջի, որ վերևները գործ անեն, թե վերևները պետք է սկսեն, որ ժողովուրդը միանա այդ մտքին, որ երկու կողմից, երկուքնա պետք է լան, երկուքնա։ Եվ վերևից պետք է բացատրվի։ Բայց այսօրվա քաղաքական դաշտը նայելով թեզերը շրջանառվում են այնպես, որ դե Ռուսաստանը մեզ քաշեց, դրա համար մենք ունեցանք այնինչ ունեցանք 2025-23-ին եւ մենք ոչինչ չենք կարող անել, ժողովուրդն էլ այդ մտքով ու մեղադրելով Ռուսաստանին այս հարցում մտածում է, որ աջակցելով նրան, որ երկիրը հիմա գնում է արևմուտքի ուղղությամբ, կհասնի վերջապես այն լուծման, որ մենք կունենանք երաշխավորներ, մենք կապրենք հավերժական խաղաղության մեջ եւ այլն։ Ինչ եք դուք կարծում այս հարցի շուրջ։ Նայեցեք, սխալներից մեկը, որ մենք կործած ենք անցյալ 30 առավել տարիներու ընթացքին, անալ մեկ տաշնակցի վրա հիմնվելն է եւ մեկ տաշնակիցին վստահելն է։ Եվ դեսանք ինչ եղավադոր արդյունքը։ Այսօր ճիշտ հագարակը գնենք։ Ամբողջովին արևմուտք կդառնանք։ Երբ կգտնվենք դարաշրջանի մեջ, որ իսկապես արևմուտքը չի հասկանում այս դարաշրջանը։ Մենք ավելի խելացի պետք է ելանք այս կամ այն գոմին ֆուտբոլի քննադատի չվերածվելու։ Այսօր շուրջենից ամբողջ բادرազմական իրավիճակ կա, բادرազմական ոչրակոծություններ դեղի ունեն շուրջենից, Իրանի մեջ, Լիբանանի մեջ, ամբողջ շրջանի մեջ, եւ մենք շատ ավելի խելացի պետք է մոտենանք։ Պետք չէ, որ այս կամ այն գոմը անցնենք եւ ամբողջովին անդեսենք մյուս կողմը։ Չմոռնանք, որ ես ոչ ռուսամետ եմ, ոչ արևմտամետ, ոչ արևմտամետ եմ, ընդհանրապես քննադատեմ երկու կողմնա եւ գխորնամ երկու կողմնալ թավաջանած եմ էսի։ Բամուչան ընթացքին։ Բայց ոչինչ։ Երկու կողմին հետ պետք է գարենանք լավ հարաբերություններ մշակել, առավել պետք է դարաշրջանի մեջ լավ հարաբերություններ գարենանք մշակել եւ ունենալ։ Առանց իրենց բոլոր խաղերուն մասնակից դառնալու։ Մենք կարող ենք այդպես որպես փոքր երկիր իրենց խաղերին չմասնակցելով իրենց կողմից երաշխիքներ ստանալ։ Ճիշտ, որովհետեւ փոքր երկիր է, պետք է գարենանք անել ադիգա։ Ցևը գտնանք անել։ Ճկուն լինենք։ Այդ դեպքում ինչ եք կարծում այսօրվա թեզը, որ մենք խաղաղության ենք հասել։ Արդյոք մենք խաղաղության ենք հասել եւ դա երկարաժամկետ է թե ուղղակի ժամանակավոր։ Խաղաղության պետք է հասնենք։ Գասկած չկա, որ խաղաղության տաշնակիր պետք է ստորագրվի մեր եւ մեր թշնամիների միջև, ըլլա Ադրբեջան, ըլլա Թուրքիա։ Պետք է հարաբերությունները աս երեք երկիրներու միջև գարկավորվին, ադի չնշանակեր, որ մեր բոլոր արգախ հարցերը պետք է կորկին դակ ավլենք եւ մոռանանք։ Նորեն կգտնեմ 19 բադանտների հարցը։ Այսօր ոչ մեկ խոսք այն խաղաղության պայմանագրին, որ նախաստորագրվեցավ անցյալ օգոստոսին Վաշինգտոն։ Ոչ մեկ խոսք բադանտների մասին, ոչ մեկ խոսք այն 240 կարագուսի կիլոմետր հողամասերին, 12-13 հողամասերին, որոնք Ադրբեջանը կրավեցին, բարձունքներ ընդհանրապես սահմանի վրա, եւ իրենց բանակը հոնգը նստի, եւ ոչ մեկ խոսք ասմասին պայմանագրի մեջ, որ նախաստորագրված է, եւ ուրիշ այլ հարցեր։ Գիտեք, իմ փորձառությամբ 30 առավել տարիներու բանակցություններու մասնակցած եմ, թյուրին է թուղթի վրա ուրեմն թուղթի վրա համանցանակիր ստորագրել երկիրներու ղեկավարների միջև։ Բայց ինչ կբադահի ժողովրդի մագարտակի վրա ներքևի խավերի մեջ ավելի կարևոր է, քան թե այն ինչ որ
ղեկավարները գստորակրեն, առաջնորդները գստորակրեն, որտեղ առաջնորդներու ստորակրած շատ թյուրությամբ կնախախտվիլ։ Ժողովուրդներու միջև է որ խաղաղություն պետք է հաստատվի, եւ ժողովուրդներու միջև խաղաղություն պիտի չհաստատվի միջև անադեմ, որ այսպիսի արգա մանավանդ այսքան հուզական արգա հարցեր դակավին կոյություն ունին երկիրներու մեջ են։ Նորեն կգտնեմ բադանտներու հարցը։ Ինձ համար շատ սկայուն հարց է այս բադանտներու հարցը։ Բերնեյսի հայտնի աշխատության մեջ Էդվարդ Բերնեյսը, որը գրել է ռոպագանդայի մասին գիրքը, այնտեղ գրված էր, որ հասարակությունը նույնքան ազդում է լրատվության վրա, որքան լրատվությունը ազդում է հասարակության վրա, որովհետև լրատվությունը փորձում է գրել այն, ինչը դուր կգա հասարակությանը, որպեսզի հասարակությունը դա սպառի, իսկ հասարակությունը սովորում եւ պատկերացումներ է կազմում աշխարհի մասին այն ամենով, ինչ գրում է լրատվությունը, այստեղ նույն հարցին ենք ոնց որ հասնում, որ փող լրացնող։ Իսկ լավ, այս դեպքում այսօր, այս պահին մենք որպես Հայաստան ինչ քայլեր պետք է անենք կամ կարող ենք անել, որոնք անտեսում ենք կամ չենք անում, բացի գերիների հարցից, որը դուք նշեցիք։ Գիտեք, Հայաստանը այսօր գտիմակարավի իսկապես քոյտենական հարցեր։ Փանակցությունները 1, փանակի վիճակը 2, չեմ գնարսել ուր է փանակի վիճակը։ Իսկապես մենք հասած ենք դերում ուր պաշտպանողական կարողություն ունենք, այսօր չեմ գնարսել իմ մասնագիտությունից չհադիկա, բայց այնինչ որ տեսած եմ անցյալ տարիներու ընթացքին մտքիս մեջ նվազագույնը գասկածկադ է այդ կարողության հասած ենք։ Ունենք ուրիշ քոյտենական հարցեր։ Հայաստանի ժողովրդին թիվը ինչ է այսօր 2 միլիոնը գանցնի 2.4 ես կգասկածեմ որ 2 միլիոնը գանցնի բավական ճամփորդած եմ Հայաստանի սահմաններու երկայնքին եւ կտեսնամ քյուրերու դադարգությունը թաշտերու խոբանությունը ինչու ժողովուրդ չունենք երբ որ գսվի թե անցյալ անկախութենեն իվեր երբ 3.5 միլիոն ժողովուրդ ունենք, մոլորես 1.5 միլիոն ժողովուրդ լքած է Հայաստանը դուրս է եկած։ Այո 100,000 ղարաբաղցիներ եկած են, որոնց մեկ մասը նաև գլկե գերանա, որովհետև գսկան որ իրենց թեմ գեցված կա Հայաստանի մեջ։ Ես կգասկածիմ անգեղձորեն որ 2 միլիոնեն ավելի ժողովուրդ ունին։ Ասալ նույնպես քոյտենական հարց է մեզի համար։ Եվ այս պայմաններու դակ այնքան բարակդված ենք մենք այսօր ներքնաբես բարակդված ենք բեդություն եկեղեցի ինտիմացության միջև ինտիմացություն բեդություն մենք մորցած ենք նշանակությունը կամ դարբերությունը թշնամի եւ ինտիմատիրի թշնամի եւ հագարագործի մորցած ենք դարբերություն այս սահմանումներու փորձենք հասկանալ փորձենք դերմը աս քոյտենական հարցերու շուրջ պետք է գարենա թե բեդությունը թե ինտիմացությունը համացանություն մկալ թե ինչ քայլեր պետք է առնենք առաջ կառնելու աս քոյտենական հարցերը իսկապես շատ ավելի խորը վտանգ ներկայացնել է առաջ մեզ անտեմ չեն գրած սատիկա չեն գրած ես սպիրկահայ եմ գտնունիմ որ Հայաստանի քաղաքացի չեմ բայց ասելիք ունիմ իմալ հայրենիքս է հակառակ որ սպիրկահայ եմ իմալ հայրենիքս է անցյալ 3 տարվա ընթացքին ոսեգած եմ ես 9 կամ 10 անգամ այո քրքիս վրա աշխատելու համար բայց կշարունակեմ այս աշխատանքը այս տարվա հաջորդ ամիսներու ընթացքին 2 անգամ եւս պիտի կամ հոս համակարգումներու մասնակցելու եւ այն իմալ հայրենիքս է ես մտահոգ եմ սպիրկահայությունն մտահոգ է ինչը աս բարակդումը հայաստանցի եւ սպիրկահայի միջև չի կրնարլալ աստեւո չեն կրնար սպիրկահայությունը նաեւ իր թերություններ ունի գտնունի մադիգա բայց սպիրկահայություն եւ Հայաստան պետք է գարենանք մենք մեր ցերկերնից այնինչ որ զորավոր ցերկ ունենք օգտագործել իրար օգտակար օգնելու համար Հայաստանը կնա շատ ավելի ենել սպիրկահայ ուր է այսօր Հայաստանի երբ որ մեր միջին արևելքի Իրանի հայ համայնքները հսկայական քոյտենական վտանգի առջև կգտնվին բادرազմի մեջտեղն են
ուր է պետությունը Արդյոք պետությունը օրը ասած է սպիրկահայ ղեկավարներուն ինչ պետք ունեք ինչպես կրնանք օգնել ցեզի այս վիճակի մեջ անցյալ ամիսուգեսի ընթացքին ոչ մեկ բար ոչ մեկ խոսք ոչ մեկ մտահոգության արդայություն տեսփաններուն ինքս երկիրներու մեջ Հայաստանի տեսփաններն ունի օրը այդ տեսփանները մոդեցած են այդ համայնքի ղեկավարության ասելուտը ինչ պետք ունիք Ըլլա օգնության ֆիզիկական օգնության բժշկական օգնության չգիտես ինչերու օրը եղած է ասիկա չկա Իսկ գուցե վախենում են Ամերիկայի կողմից այդ ամենը բացասական գնահատվի բայց կապ չունի Եվ երբեմն այո ոտ պետք է գողենք Ամերիկային ասենք որ մենք մեր շահեր ունենք աստեղ շատ սիրով ցեզ հետ գահամակորձակցենք բայց նաև մենք մեր մտահոգություններ ունենք Եվ վերջո այդ մարդիկ մեր հայրենակիցներն են Հաբա Իսկ երբ որ երկրաշարժ եղավ ամբողջ սպիրկը որ հոստեղի երկրաշարժը դեկտեմբեր 2090 չէ դեկտեմբեր 88-ին հա ամբողջ սպիրկը ոտքի կանգնեցավ օգնություն փորձել բերելով ամբողջ սպիրկը ամենտեղ մասնագից է այդ օգնության գազམ་ագերման անադեն Սան Ֆրանցիսկո կփնագեի ուր է Հայաստանը այսօր Իսկապես Երբ դժվար իրավիճակում ենք հայտնվում, այդ ժամանակ հիշում ենք, որ Սփյուռքը մեզ պետք է օգնի, բայց երբ ունեն օգնության կարիք, ցավոք, ոչինչ չեն կանում, հակառակությամբ։ Յուրաքանչյուր ոդքասթ որակյալ ու երկարատև լինելու համար կարիք ունի ֆինանսավորման, քանի որ այն ինչ դուք տեսնում եք էկրանից այն կողմ, կատարվում է մեծ թիմի աշխատանքի արդյունքում։ Homodeus-ին աջակցելու համար կարող եք անցնել նշված QR կոդով եւ դառնալ մեր ոդքասթի աջակիցը ու ստանալ մի շարք առավելություններ։ Մասնավորապես հնարավորություն եք ստանում դիտել օգտակար ու հետաքրքիր կոնտենտ, որը տեղ չի գտնում YouTube-ում եւ որոնք մենք տեղադրում ենք հատուկ մեր Patreon-ի բաժանորդների համար։ Եվ իհարկե այլ առավելություններ նույնպես, օրինակ հաջորդ հյուրին ընտրել կամ ունենալ հանդիպում մեր ոդքասթի հյուրերի հետ առանձին ավելի անմիջական մթնոլորտում։ Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, որոնք արդեն աջակցում են մեզ։ Խոսեցինք Իրանից այժմյան Ամերիկա-Իրան ընթացող պատերազմի արդյունքում ոնց կփոխվի ուժերի դասավորվածությունը մեր տարածաշրջանում։ Շատ բան գխորին որ պիտի փոխվի տարածաշրջանի մեջ գախյալ թե ինչպես այս պատերազմը կվերջանա վերջո Դրանից նաև կախված է թրիփը, այսպես կոչված զինատատար մը գա այսօր երկու շաբթվա զինատատար մը գա, որ արդեն խախտված է անիգա Լիբանանի մեջ Իսրայելը գմերժե ընդունի որ այդ զինատատարը նաև պետք է Լիբանանի մեջ կորզացվի այսօրվա արավոդյան լուրերով անգե վերջեմ դեսած լուրերը սպաղած եղածեմ այսօրվա արավոդյան լուրերով Թրամփը կսպառնա ամբողջ Հորմուզի միջանցքը փակել այսն էլ այն էլ ավելի բաժել Իրանին որովհետև Իրանի իր Ամերիկայի վերջնակրերը չընդունիր որ երկիրը վերջնակիր կընդունի որ արժանապատիվ երկիրը վերջնակիր կընդունի այն էլ որ ունի այդքան ռազմական ուժ ներուժ եւ չի վերջացած Իրանը դակավին այո դարածքաշրջանի իրավիճակը պիտի փոխվի գախյալ թե ինչպես այս պատերազմը պիտի վերջանա ուր պիտի վերջանա Այսինքն դրանից է կախված թրիփ նախագծի ապագան, դրանից է կախված Հայաստանում տարածաշրջանում խաղաղության ապագան։ Գրնա այո, թրիփ նագախյալ է, թե ասպատերազմը ինչպես կվերջանա։ Թրիփը դակավին շատ հարցականներ ունի, այսինքն թրիփի մանրամասնությունները դակավին չեն քրված համացայնեցված Ամերիկայի եւ Հայաստանի միջև Հայաստանի եւ այլ բեդություններու միջև դարածքա շրջանի մեջ թրիփը ըստ ինձի լավ խաղապար է ասին կոնցեպցիոնալ դեսագետեն լավ խաղապար է որ Հայաստանի մի մասը մի անցումը Հայաստանեն մաս կազմի միջազգային մի այս միջին անցք գոչվածի հետ որովհետեւ Հայաստանը դուրս կա դարածքաշրջանի անմիջական գախյալութենեն նաև ներառնի այլ շրջաններու հետ գաբի ուրեմն հանգույցներից մեկը բայց թրիփի մանրամասնությունները ըստ ինձի դակավին ինձ կոնե ես բավարարված չեմ թե թրիփի ինչ կնշանակի արդյոք ինչ վտանգներ կան թրիփի բարակային նաև
հիշում եք, որ անցյալ դարվա հունիսին, երբ որ Trip-ի հայտարարությունը եղավ, այս Trip-ի հայտարարության մեջ գային նաև որոշ իրավունքներ, որ Հայաստանն ալ պիտի ունենար Trip-ի թեմ։ Այսինքն թե Հայաստանը պիտի գարենար Ադրբեջանի եւ Թուրքիո հողամասերը օգտագործեր իր այլ հարաբերություններու համար։ Այդ մասին ոչ մեկ խոսք եղած է անցյալ օգոստոսեն ի վեր։ Փակ է այդ։ Գարցեք թե այդ հարցը ամբողջովին փակ է։ Այո, Ադրբեջանի վրայով Հայաստանը ստացավ որոշ ապրանքներ, ծորեն է, քարի է եւ այն կամ քարյուղ է եւ այն։ Բայց ադիկա գմնա միան Ադրբեջանի բարի գամեցողության այդ ծավով գարի չի աշխատել։ Պետք է նաեւ այս բաժինը համացանակրերու մաս կազմի։ Երկու երկրներու միջև որ իրավունքի հարց դառնա, այսինքն գամայականության չերթա ասոր կորզացումը կամ չկորզացումը։ Թրամփի գնալուց հետո կարծում եք կպահպանվի այդ միջանցքի աշխատունակությունը ընդհանրապես այդ գաղափարը կոնցեպտը կպահեն։ Նայեցեք լավ է որ այս Trip-ի հարցը մեջտեղ բերվեցավ, որովհետև եթե գոյություն չունենար բادرազմի վտանգը շատ ավելի բարձր էր։ Trip-ի քաղաքապարը բادرազմը նվազագույն, այսինքն Ադրբեջանի հարցակումը Սյունիքի վրա նվազագույնը հետացկեց։ Հետացկեց անորոշ ժամանակով հետացկվեց։ Այդ մասին խոսք չկա բادرազմի վտանգը։ Բայց գա ինչպես որ դու գսիկ Թրամփի անհատական անունի կոյություն ասացի մեջ արդյոք երբ որ վարչագարկը փոխվի Ամերիկայի մեջ եթե հաջորդ նախագահը որովհետև այս ծրագիրը Trip-ի անունը գգրե պիտի շարունակի կորզացրել հարց է որքան կարելի է խորիմ Trip-ը կորզացմանը սկսել է վերջ Trump-ի անունից մի քիչ հերավորություն ծևով մի հերավորություն բահվիլը գազի մեզի օգտակար կրնալալ միան։ Իսկ Իրանը կթողնի այս պատերազմից հետո որ իր սահմանով անցնի ամերիկյան ճանապարհ։ Ամերիկյան է ճանապարհը թե ամերիկյան վերահսկողության տակ գտնվող ճանապարհ։ Հարց է։ Դեռ անհայտ է։ Այո, անհայտ է։ Հնարավոր է երբ Թրամփը հեռանա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմական նոր սրացումներ կան հարցեր, որոնք չլուծված են մեր միջև։ Այո, կարելի է, այո։ Եթե Trip-ը չկորզացվի մինչ այդ, ուրեմն երբ որ Թրամփը հեռանա եւ Ամերիկան մոռնա Հայաստանն ու դժվար որ Ադրբեջանը մոռնա, բայց գրնա մոռանալ Հայաստանը եւ Trip-ը եթե չկորզացվի, այսինքն Ադրբեջանը իր անցքը չունենա դեպի Նախիջևան, գրնա Ադրբեջանը նախահարցակալալ եւ վերադառնալ իր բادرազմի կորզացման։ Լավ, ես կարծում եմ մենք որպես ամփոփում մեր զրույցի չենք կարող օրինակ փոխել այն թե ինչ կաներ մեր երկրի ղեկավարությունը, բայց կառավարության վրա չենք կարող ազդել, գոնե կարող ենք ինչ որ չափով մեզ դիտողներին, ժողովրդին փորձել ուղղորդել ինչ պետք է անի ժողովուրդը այսօր, որ իր իրավասությունների եւ հնարավորությունների սահմաններում է, որպեսզի ապագայում մենք մեզ համար հնարավոր լավագույն ելքը ունենանք, որովհետեւ այսօր էլ մենք ասացիք ունենք հնարավորություն, որ վաղը կարող է նորից լինել պատերազմ, որովհետեւ անհայտ է ինչպես կավարտվի տարածաշրջանային այս լարված վիճակը։ Երկու բան գուզեմ, երկու խաղապարներով գուզեմ փակել, կոնե իմ խոսքս։ Առաջին արդեն հիշեցի, փորձենք գտնալ, հասկանալ դարբերությունը թշնամի եւ հակառակորդի։ Թշնամի եւ ինտիմացիան մեր մեջ։ Ասի շատ կարեւոր է, իսկապես։ Որոշ քաղաքական հասունություն կբանջի ժողովուրդեն եւ որոշ քաղաքական հասունություն կբանջի ղեկավարութենեն, թե երկրի, թե ինտիմացիան ղեկավարութենեն։ Փորձենք այս տարբերությունը հասկանալ եւ զանազանել։ Մենք իրար մեջ թշնամի չփնտրենք։ Երկրորդ գա հատվածը
Հայաստանի ժողովրդին, ոչ մեկ ժողովրդի մեջ կա հատվածը, հատվածը, որ ամբողջովին հերու գուզե մնալ այսպիսի հարցերը, քաղաքական հարցերը, նույնիսկ չուզեր մասնակցել ընտրությունները։ Ընտրությունները մեր մասին է, իսկապես ժողովրդին շահերու գարնչվի։ Հերու մի մնաք, մասնակցեցեք այս քաղաքական գործունեության, մասնագիտ դարձեք քաղաքական աշխատանքներուն եւ ընտրություններուն։ Բրիտանացիք մի հետաքրքիր շատ հետաքրքիր հոլովակ ունեին, ասում ես մարդիկ ասում են, որոնք ասում են ես ապաքաղաքական եմ եւ քաղաքականությունով չեմ հետաքրքրվում։ Ինչով եք ասում դու թե եք հետաքրքրվում Միկի Մաուսով։ Որն է ձեր հետաքրքրությունը կյանքում։ Ընտրության արդյունքները այն անձերուն, որոնք քաղաքականությամբ չեն հետաքրքրված, ընտրության արդյունքները իրենց վրանալ աստեցություն բիդունենան։ Մտածեցեք, թե արդյոք իսկապես կուզեք քաղաքականությամբ չհետաքրքրվել, թե մասնակցել, որ ծեր ընդյալը ընդրվի։ Շնորհակալություն ձեզ, պարոն Պալյան։ Շնորհակալ ես։ Վերջ եղավ։ Այո։ Հուսանք ժամանակի մեջ տեղավորվեցինք։ Հա, ես նայեցի ժամին, որքան եղավ։ Մենք դեռ 50 րոպե ունենք մինչև ձեր հանդիպումը։ Հա։